Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Ողջույն, եթերում առաջին լրատվականն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում նշանակալի իրադարձություն, ժամանել է Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները բավականին հավակնոտ եւ ընդարձակ օրակարգ ունեն համաձայնեցնելու, քննարկելու եւ որոշումներ կայացնելու։ Այս թեմաների շուրջ եմ զրուցելու Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Բադալյան եւ այսպես նախ սկսենք J.D. Vance-ի Հայաստան քաղաքական այցի նշանակության մասին, հա։ Ինչ է այն տալիս Հայաստանին, ինչ ուղերձեր մեջ պարունակում, որովհետեւ եթե կանդրադառնանք դրան իհարկե, բայց ինչու եմ այս հարցը տալի, որովհետեւ ձեր ընդդիմադիր գործընկերները շատ տարբեր կարծիքներ ունեն այս այցերի մասով կամ առհասարակ Միացյալ Նահանգների հետ գործակցության մասով։ Համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, նախ եւս մեկ անգամ չեմ հոգնի հիշեցնել, հա, բոլորին, որ անկախությունից ի վեր սա թերևս ամենաբարձր մակարդակով ներկայացվածությունն է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետությունում եւ բնականաբար այն չի կարող իր մեջ ուղերձ չունենալ, առավել եւս քաղաքական ուղերձ չունենալ եւ իհարկե այդ ուղերձը միանգամից չլինի մի քանի երկրների կամ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար եւ կարծում եմ, որ մենք սրան շատ երկար ենք եկել, շատ բարդ ճանապարհով ենք անցել եւ կլինի երեկոյան նաեւ իհարկե կլինեն նաեւ նոր հայտարարություններ եւ միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները սրանով եւս մեկ անգամ հաստատում է իր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության հետ կնքված մի շարք համաձայնագրերի, պայմանավորվածությունների, հուշագրերի առումով եւ կարծում եմ, որ ինչպես բազմիցս նշել ենք, թեկուզ մեր հարցազրույցների ժամանակ, որ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է նոր պատմական փուլ, որը ի տարբերություն նախորդի լինելու է շատ ավելի դրական եւ շատ ավելի հաջողակ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչներին եւ նրանց մեկնաբանություններին, կարծում եմ, մեր ընդդիմադիր դաշտը վերջին տարիներին աչքի չի ընկել երբեք ինչ-որ ճշմարտացի կամ օբյեկտիվ կամ ինչ-որ օգտակար, հա, մեկնաբանություններով եւ սա էլ իհարկե հերթական անգամ կլինի դրա ապացույցներից մեկը, բայց միևնույն ժամանակ այսպես ես երկար մտածում եի եւ հասկացա, թե ինչը կարող է շատ ցավեցնել ընդդիմադիր դաշտին, այն, որ սա երազանք կարող է լինել ցանկացած քաղաքական ուժի համար, հա, եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության համար դուրս գալ այդ ճահճից, լճացումից, կախվածություններից եւ միանգամայն նոր փուլ բերել, հա, Հայաստանի Հանրապետությանը եւ դա նրանց չի հաջողվել, որոշ բաներ նրանց մտքով չի անցել, որոշ բաներ անկարող են եղել եւ այն իշխանություններին, որին տարիներ շարունակ ապիկար էին կոչում եւ թգետ, այդ իշխանությունները կարողացել են անել այն, ինչ որ նրանք չեն էլ համարձակվել երազել։ Բնականաբար պիտի լինի այս ամբողջ լարվածությունը եւ այս հուզական ֆոնը պիտի առկա լինի այսպիսի պայմաններում։ Մի հարց կա, որին կուզենամ անդրադառնանք, մասնավորապես ընդդիմադիրների կողմից առաջ քաշված, բայց հիմա չէ։ Այսինքն Հայաստան Միացյալ Նահանգներ եւ նաեւ Vance-ի այցը այն մասին է, որ մեզ միայն trip-ը չէ, որ կապում է։ Կարող եմ այդպես ասել, կարող եմ ասել, որ միայն trip-ը չէ, որ կապում է, իհարկե բնական է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց հետաքրքրություններ ունեն նաև տարածաշրջանում, իրենց քաղաքական, ինչու ոչ նաև տնտեսական, այսպես նպատակներն են հետապնդում, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս եւ մասնավորապես մեր հասարակությունը մի օր հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի առաջնորդվի բացառապես իր շահերով։ Այսինքն, եթե մեր շահերը համընկնում են որևէ այլ գերտերության կամ որևէ այլ երկրի հետ, ապա մենք պիտի գնանք այդ ճանապարհով, եթե ոչ, ապա ոչ, իսկ եթե մեր շահերը հակասում են որևէ այլ երկրի շահերին, ինչը անդադ մատնանշվում է վերջին շրջանում, ապա դա այդ երկրի խնդիրն է եւ դա մեր խնդիրը չէ։ Մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության բարեկեցությամբ, անվտանգությամբ, ինքնիշխանությամբ եւ մնացած բոլոր բաղադրիչներով, որոնք անհրաժեշտ են մեզ եւ արժեք են իրենցից ներկայացնում։ Ռուսաստանի մասին եք ասում։ Ոչ միայն, այո, ինչ ոչ։
Շատ լավ։ Տեսեք, ինչու ասացի ընդդիմադիրների կողմից առաջ քաշված ինչ որ թեզեր, որ քննարկենք։ Գուցե ելով, եթե ոչ նրանք լավ կիմանան այն մասին, ինչի մասին իրենք խոսում են, ինչ նկատի ունեմ, ասում են դուք ինչ ինքնիշխանությունից եք խոսում։ Ասում եք կախվածությունը թույլատնում ենք մի կենտրոնից եւ այլն, դուք թույլատնում եք, տազնում եք կախված եք սարքում Հայաստանին մեկ այլ ուժային կենտրոնից, ինչ ինքնիշխանություն։ Գուցե նրանք շատ լավ գիտեն ինչի մասին են խոսում, դրա համար եմ այս հարցը կարևոր համարում։ Այսինքն, ո՞րն է տարբերությունը։ Լավ, ես այս հարցին փորձեմ մի քիչ այլ կերպ էլի պատասխանել։ Տեսեք, այս ամբողջ ընթացքում մասնավորապես օգոստոսի 8-ից հետո, երբ որ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շոշափելի արդեն համագործակցություն սկսեց։ Մինչև այդ կային խոսակցություններ, կային արդեն կնքված որոշակի փաստաթղթեր նախկին վարչակազմի հետ, որին լուրջ չէր վերաբերվում մեր ընդդիմադիր դաշտը։ Այն պահից սկսած, երբ որ շոշափելի դարձավ այս ամենը, ընդդիմադիր դաշտը սկսեց աղաղակել, որ Ռուսաստանի այսպես իշխանության այդ շրջանակից դուրս գալը եւ Ամերիկայի հետ համագործակցություն սկսելը դա ուղիղ ցույցում է, որ մենք այսուհետև Թուրքիայի ազդեցության տակ ենք։ Այդպես է եղել, թե չի եղել։ Անընդհատ բարձրաձայնվել է այդ արտահայտությունները, թե ոչ։ Կարող եմ իմանալ երեկվանից սկսած ամբողջ ընդդիմադիր դաշտը իրար հերթ չտալով ինչու է նամակներ գրում Վենսին այն ընդդիմադիր գործիչները, որոնք մինչև այդ մեզ մեղադրում էին Ամերիկայի միջոցով Թուրքիայի ազդեցության տակ ընկնելու համար։ Ինչու են իրենց ներքաղաքական հարցերը, իրենց ներքնաշորերը, այսպես փռում ամբողջ աշխարհի լվացքի պարանին։ Ինչու՞։ Հիմա այստեղից հետևություն, փորձենք հասկանալ, լավ է, որ Վենսը գալիս է, լավ է, որ Հայաստանը համագործակցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե ոչ։ Եվ այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Ինչքան մոլորության եւ խուճապի մեջ է մեր ընդդիմությունը եւ ինչու այդ նամակները, այդ կոչերը, հատկապես եթե մենք խոսում ենք գերիների մասին, ինչու չեն ուղում այդ նամակները Ռուսաստանի Դաշնությանը։ Անցյալ տարի Լավրովը այստեղ էր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար։ Ինչու այդ նամակները չէին հղվում, ինչու չէր բարձրաձայնվում այդ մասին, ինչու հենց այն ուղղությունը, որը դուք քննադատում եք արդեն ինչքան ժամանակ եւ մեզ ասում եք, որ օգոստոսի 8-ի պայմանագիրը պետք է չեղարկվի եւ վերադառնանք նոյեմբերի 9-ին, հանկարծ հիմա որոշեցիք, որ ձեր բոլոր հարցերի լուծողը պիտի լինի օրինակ Վենսը, որ այս պահին ժամանում է Հայաստան։ Սա է այն ամենը, ինչ որ հասարակությունը պիտի տեսնի եւ կարողանա ինքնուրույն հետեւություններ անել։ Բայց լավ, ինչու չեն օրինակ նամակագրում Լավրովի այցը հիշեցիք, Լավրովի այցին մի խումբ մարդիկ եկել էին նրա այցը ողջունելու, այսինքն չէին խոսում գերիների մասին, անհետ կորածների մասին։ Այստեղից ես կարող եմ ենթադրել, բայց սա իմ սուբյեկտիվ մոտեցումն է, որ իրենք ուղղակի հերթական անգամ մեր կերտած ճանապարհի միջոցով փորձում են իրենց ներքաղաքական եւ նախընտրական խնդիրները լուծել։ Անկեղծ են նրանք իրենց մոտեցումներում, թե ոչ, ես չեմ կարող ինձ թույլ տալ դատողություններ անել։ Չէ, եթե այդ նամակները բոլորին չի ուղղում, ուրեմն ես դրա համար հետևությունները թողնում եմ բոլորին, ես կարող եմ իմ կարծիք ունենալ, բայց դրա արտահայտելու անհրաժեշտությունը չտեսնեմ, բայց այնուամենայնիվ, այսինքն էլի խնդիր չկա, այսինքն մեր կերտած ճանապարհը շատ մեծ հորիզոններ է բացելու Հայաստանի Հանրապետության համար, եւ բնականաբար կարող է նաեւ կողմնակի էֆեկտներ ունենալ, որից մեկն էլ այս է, որ օգտվելով այդ առիթից այդ ստեղծված հնարավորություններից նրանք իրենց նախընտրական քարոզարշավն են անում նամակներ գրելով, տարբեր տեսակի թեմաներ բարձրացնելով, ընդ որում եթե մենք ուշադիր լինենք, այդ նամակների մեծ մասում մեղադրանք կա Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, այսինքն այնտեղ շեշտում են, որ Հայաստանը բռնապետություն է, որ կան քաղբանտարկյալներ, այսինքն սա ինչ է։ Սա ծիծաղելի է, սա ոչ թե ամոթ է, այլ ծիծաղելի է, որովհետև Հայաստանի Հանրապետության հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները համագործակցում է որպես տարածաշրջանում ամենաամուր ժողովրդավարություն ունեցող երկիր։ Վենսին ասում էին նա ժամանում է 37 թիվ։ Շատ լավ, եթե իրենց թվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղեկություններ չունի կամ ամենայն մանրամասնությամբ չի տիրապետում իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում եւ իրենցից է կախված, որ ինչ որ տեղեկություններ հայտնեն, ապա թող շարունակեն ինչ ճանապարհով։ Եվ ամենացավալին այն է, որ մենք դեռևս ունենք հասարակությունում ինչ որ շերտեր, որոնք դեռ լուրջ են ընդունում այդ կարգի իրադարձությունները։ Դե թող շարունակեն, բայց խնդիրը նայում է հանկարծ չվնասեն Հայաստանի Հանրապետությանը։ Խոսքը դրա մասին է, թե ով ինչ է ասում, ինչ նպատակ է։ Ես որպես իշխանության ներկայացուցիչ կարող եմ ձեզ
հանգստացնել ձեր մտահոգությունները այնքան էլ տեղին չեն, որովհետև կարծում եմ, որ այն աշխատանքի արդյունքը, որը այսօր տեսնում են, հա, բոլորը, այդ աշխատանքը, այն որ ասում էի գիշեր ցերեկ աշխատանք է տարվում եւ որևէ մեկը լուրջ չէր վերաբերվում, ապա այդ աշխատանքը այնքան հիմնավոր է տարվել, ամեն ինչ այնքան հիմնավոր է քննարկվել, որ չեմ կարծում, որ մի քանի առանց այդ էլ արդեն թուլացած ընդդիմադիր գործիչներ կարողանան ինչ-որ կերպ վնասել այս ամբողջ իրադարձություններին, չեմ կարծում։ Տեսեք, Հայաստան Միացյալ Նահանգներ, այն ազդարարված համենայն դեպս հանրային օրակարգը, որ կա, հա, կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, մոդուլային, չգիտեմ, ատոմականներ կամ միջուկային համագործակցություն, Հայաստանը որոշել է մոդուլային է ունենալու, դեռ չի որոշել որ երկրի հետ, հուսանք Վենսիայից հետո կորոշի այնուամենայնիվ, հա, դե էլ չեմ ասում այնտեղ արդեն մշակութային, հումանիտար հարցեր, 1000 trip, ենթակառուցվածքներ, այն։ Տեսեք, իհարկե շատ կարևոր է այս ամեն ինչը եւ շատերի բնորոշմամբ անգամ օգոստոսի 8-ը դա պատմական եւ շրջադարձային իրողություն է Հայաստանի Հանրապետության կյանքում, բայց այստեղ տեսեք, խնդիրը ինչումն է նաեւ մտավախությունների հիմնական, որովհետեւ կհիշեք 2018 թվականի հեղափոխությունից հետո The Economist պարբերականը Հայաստանը տարվա երկիր էր ճանաչել ու բոլորը այդպես ցնծում էին, կիսվում էին այդ տեղեկությամբ, բայց կարևոր էր որ Հայաստանը հետո ինչ է անում շարունակելու լինել պայմանական ասած տարվա երկիր։ Ես գալիս եմ նրան, որ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունի այնքան կարողություն, քաղաքական կամք, որ այս ամեն ինչը կյանքի է կոչելու եւ սրանք զուտ չեն մնալու հուշագրեր, գեղեցիկ փաստաթղթեր, այսպես նվիրական ինչ-որ պատկերացումներ ու այդպես էլի տարիներ կանցնեն։ Լուրջ մտածում եք, որ մենք այս ամբողջ խրթին ծանր ճանապարհ անցանք, աշխարհի բոլոր մեղադրանքները կուլ տվեցինք, շատ ծանր իրավիճակներով անցանք եւ բերեցինք երկիրը հասցրեցինք այս կետին, որ քաղաքական կամք չունենանք այդ ամենը իմպլեմենտացնելու։ Ես դա բացառում եմ։ Որովհետև օրինակ եթե լսում ենք նաև տարբեր փորձագիտական շրջանակների, օրինակ Ռուսաստանի կողմից իշխանության նկատմամբ եւ իշխանության կրողների հենց անձնապես նկատմամբ բավականին շատ ճնշումներ կան եւ մի օր էլ դուք տեղի տակ ճնշումների եւ այսպես ասած ոչ թե ետքայլանեք, այլ ոչինչ չանեք։ Ես հասկացա, ուրեմն ուզում եմ ձեզ հիշեցնել 2020-23 թվականները, որը Հայաստանի նորագույն պատմության մեջ թերևս ամենաողբերգականներն էին կամ դրանցից մեկը եւ եթե այդ ժամանակ շատ բաներ մենք իհարկե չենք բարձրաձայնել, եթե մենք այդ ճնշումները կարողացել ենք հաղթահարել եւ այնուամենայնիվ չենթարկվել որևէ մի պետության գերիշխանությանը եւ պնդել, որ այդ բոլոր ճնշումներից ձեռբազատվելով պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ինքնիշխան պետություն է ու այդպիսին է լինելու, համենայն դեպս քանի մենք կանք այն այդպիսին է լինելու, այսինքն մենք դա հաղթահարել ենք արդեն եւ ինչ ավել ճնշումների մասին եք դուք խոսում, որ դրանից ավելի դաժան կարող են լինել նույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, նույն են բոլոր սպառնալիքները, շանտաժները, տարբեր տեսակի խաբեությունները եւ երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս, որոնք մենք կարողացել ենք հաղթահարել, ես այդ փուլը համարում եմ այլևս փակված։ Եվ որևէ այլ երկիր, եթե ցանկանում է այս բոլորս մեծ նախագծին մասնակից դառնալ, ապա պիտի դրա համար հայտ ներկայացնի եւ փոխշահավետ համագործակցության պայմաններում կամ Հայաստանի Հանրապետությունը իր շահերը հաշվարկելով կորոշի համագործակցել թե ոչ։ Հասկացա։ Այսինքն այնուամենայնիվ Հայաստանը կարող է Միացյալ Նահանգներին ներկայացնել, որ օրինակ ռուսական կողմը ուզում է ներգրավել TRIP-ում, եկեք քննարկենք այս հարցը։ Ռուսական կողմը կարծում եմ, որ դեռևս իր կոնցեսիոն կառավարման համար կնքված պայմանագրի շրջանակներում իր պարտականությունները, որը չի կատարել արդեն շատ երկար ժամանակ, կատարելուց հետո կարծում եմ, որ կունենա այդ հնարավորությունը նաև որոշակիորեն ինքն էլ մասնակից դառնալու այս ամենին։ Շատ լավ։ Տեսեք, անկախ բայց եթե դրա մասին ունենք խոսենք, անկախ տարածաշրջանի ապաշրջափակման process-ից, հա, այս TRIP-ից եւ այլն համաձայնություններից, այնուամենայնիվ նույն այդ ենթակառուցվածքների մասով, ասենք մենք ներսում պրոբլեմներ ունենք տասնամյակներով, էլի խնդիրներ ունենք ու այստեղ էլի վերադառնանք ընդդիմադիր դաշտին, էլի կներեք, որ ձեզ ընդհատում եմ։
երբ որ նրանք այս ամենի մասին խոսում են, ինչ որ մեկը նրանց հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության կրիտիկական բոլոր ենթակառուցվածքները ձեր իշխանության ժամանակ տրվել են մեկ այլ երկրի։ Այսինքն Հայաստանը ամբողջությամբ կախվածության մեջ է մեկ այլ երկրից։ Ամբողջությամբ։ Հիմա նույնի մեջ դες են մեղադրում։ Չէ, այսօր մենք այդ կրիտիկական ենթակառուցվածքները վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մի բան է, երբ որ դու համագործակցում ես, մի բան է, երբ որ քո երկրում նոր գործարաններ են հիմնվում, նոր ճանապարհներ են հիմնվում, նոր հնարավորություններ են ստեղծվում տնտեսական համագործակցության համար, նոր հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիարդավոր դոլարների ներդրում է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ինչ որ կերպ սա կարողանում եք համեմատել գույք պարտքի դիմաց ակցիայի հետ։ Մենք ինչ որ բան ունենք, որից կախվածության մեջ չլինենք։ Ես հիշում եմ, որ երբ որ մի քանի տարի առաջ մենք առաջին անգամ հայտարարեցինք եւ այսպես շատ վստահ խոսեցինք այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ եւ ինքնիշխան է եւ գուբերնիա չի դառնալու, բոլորը մեզ ասում էին, որ դուք չեք վախենում, որ մի օր ուղղակի գազը կանջատվի, լարսը կփակվի եւ Հայաստանը կհայտնվի տոտալ շրջափակման մեջ։ Ինչ ենք մենք պատասխանում։ Այո, այդպիսի ռիսկ կա։ Հիմա էլ կա։ Բայց մենք այդ ռիսկերը կչեսուքացնենք։ Հիմա ինչ ենք մենք անում։ Տարածաշրջանը ապա շրջափակում ենք։ Դեռ չի ապա շրջափակվել։ Չասեցի ապա շրջափակել ենք, ասում եմ ապա շրջափակում ենք տարածաշրջանը։ Սահմանները փորձում ենք բացել, երկրի համար ստեղծել այլընտրանքային ուղիներ եւ երկրի կախվածությունը մեկ կետից կախվածությունը վերացնել եւ փորձել այնպես անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա առնվազն ինքնաբավ։ Եվ եթե մեզ ինչ որ մեկը սրանում դեռ փորձում է մեղադրել ապապետականության, ապազգայնության մեջ, ապա այդ մարդկանց հավատացողների խնդիրն է դա, որովհետև փաստերը ճիշտ համադրել եւ ճիշտ եզրակացություն անել դեռևս ոչ բոլորն են սովորել։ Այսինքն Ռուսաստանի կողմից այլևս ճնշումների, այսպես ասենք, չեք սպասում, որովհետև գնաց կգնացել է։ Ինչ որտեղ կարող են լինել այդպիսի ճնշումներ, բայց այդ ճնշումներին մենք կենթարկվենք թե չենք ենթարկվի, իմ խոսքը դրա մասին էր։ Արդյոք մենք ունենք այնքան քաղաքական կամք, որպեսզի այդ ամենի իրականություն դարձնենք եւ որևէ ճնշումների արդյունքում ետ քայլ չանենք, իմ պատասխանը դրան էր վերաբերում։ Այսինքն Ռուսաստանը հիմա խնդիր ունի, որ Հայաստանը թոթափում է իրենից բացարձակ կախվածությունը։ Բացարձակ կախվածությունը։ Բացարձակ բառը շատ տեղին է եւ այո, այդ մտավախությունը բնականաբար կա, որտեղ այստեղ ոչ միայն Հայաստանն է, այլ նաեւ Ադրբեջանն է։ Այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ կոնֆլիկտը լուծելուց հետո այլևս խաղաքարտ չեն մնում Ռուսաստանի Դաշնության ձեռքին, որը այդ կոնֆլիկտը օգտագործելով ուներ ամբողջական վերահսկողություն տարածաշրջանի նկատմամբ, ոչ միայն Հայաստանի։ Այս պահին, երբ որ այդ խաղաքարտը դուրս է գալիս, առաջանում են խնդիրներ, բայց դրա փոխարեն մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք համագործակցություն։ Մենք չենք ասում այլևս որևէ գործ չենք ուզում քեզ հետ ունենալ մեր երբեմնի ռազմավարական դաշնակից։ Մենք ուզում ենք համագործակցենք, այսինքն այն տիրոջ եւ վասալի կարգավիճակից դուրս գանք, այն որ դու ինձ ենթարկվիր, ես քեզ տիրություն կանեմ, երբ որ պետք գա, բայց երբ որ պետք եղավ, դա էլ չեղավ։ Այդ կարգավիճակից ուզում ենք դուրս գալ եւ համագործակցել, ճիշտ է այնպես, ինչպես պատրաստ ենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ։ Ես չգիտեմ, դուք շփվում եք ձեր ռուս գործընկերների հետ եւ նրանք ինչ են ասում ձեր անձնական շփումների ժամանակ, բայց համենայն դեպս ռուս պաշտոնյաները հանրային մակարդակում տպավորություն է, որ չեն պատկերացնում համագործակցություն առանց վասալային տրամաբանության, որովհետև ինչ որ դուք ասում եք, եւ եթե դա այդպես է, ապա դժվար է պատկերացնել, որ ռուսական չինովնիկները դա չեն հասկանում, հա? Ինչու եմ սա ասում, որովհետև ասում են Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ հարաբերությունների խորացումը Երևանի հանրադառնալու է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա, ընդհանուր եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների վրա դրանք մտահոգում են Ռուսաստանին, ասում են, որ անհանգստացնում է Ռուսաստանի մերձեցումը Բրյուսելի հետ, որովհետև Եվրոպական միությունն էլ տնտեսական միավոր չէ, այլ ռազմաքաղաքական դաշինք Ռուսաստանի դեմ ագրեսիվ տրամադրված, այսինքն ասում են դուք ագրեսիվ դաշինքի հետ խորանում եք, որը մեր դեմ է տրամադրված։ Ու այսպես շարունակ հայտարարությունները այս բնույթի են, հա, այսինքն հիմա
ռուսական կողմի, այսպես ասենք, պաշտոնական դիրքորոշումներին հետևելով այդպիսի խոսույթին, հա, բնականաբար առաջանում են մտավախություններ գոնե այն մարդկանց շրջանում, ովքեր կարողանում են կարդալ այդ տողատակերը ասածների, հա։ Չկա մի արտահայտություն, որի տողատակերը չեն կարդացվում եւ լրջորեն չեն վերլուծվում, բայց ես հերթական անգամ ուզում եմ հորդորել, որ խոսույթից անդին գոյություն ունեն պարտավորություններ, պայմանագրեր, պայմանավորվածություններ, որոնք են հիմնականում դերակատարում ունենում հետագա գործունեության համար, որովհետև եթե մենք նույն օրինակ այսպես խոսույթը երբ որ վերլուծում էինք հա մեր հարևան երկրների, ապա այդ խոսույթին եթե շատ հետևեինք, այսօր Վենսը Հայաստան եւ Ադրբեջան պիտի չգնար։ Այսօր Տրամպի ուղի այդ ամբողջ նախագծի վրա ներդրումներ անելով եւ դրա հետևանքով մի շարք այլ նոր այսպես ենթակառուցվածքներ ստեղծելու համար կոնկրետ պայմանավորվածություններ եւ ներդրումներ պիտի չլիներ։ Եվ հետեւաբար, այո, քաղաքական խոսույթը քաղաքական կյանքում հիմնականում արկա է, ճիշտ այնպես, ինչպես որ ես համեմատականը կանցկացնեմ ավելի հասկանալի լեզվով պես ժողովրդի համար։ Ինչքան երջանիկ կլիներ այս պահին ընդդիմությունը ներգրավված լիներ այս ամբողջ աշխատանքների մեջ, բայց սկզբունքորեն, քանի որ իր քաղաքական գծից դեռ չի շեղվում, տվայտանքների մեջ է, այսինքն հոգու խորքում ինքը կուզենար մաս լիներ այս պատմական իրադարձությունների, բայց քանի որ իր օրակարգը եղել է իշխանությանը հեռացնելու օրակարգը, ապա պատրաստ է վերադարձնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պատրաստ է շատ անհեթեթ երբեմն այսպես արտահայտություններ են լինում ընթացքում որ այն ամենասարսափելի եւ Հայաստանի Հանրապետության պատմական ընթացքը կասեցրած եւ ճանապարհը փոխած իրադարձությունները որպես լավագույն իրադարձություններ են ներկայացնում, պիտի ունենանք այն ինչ որ մենք այս պահին ունենք։ Տեսեք, այս այցով Վենսի այցով, հա, որքան էլ մենք խոսում ենք փոխկապակցվածությունների մասին, մի կենտրոնից բացարձակ կախվածությունը թույլատնելու մասին, այցը որակում են շատերը պատմական պայմանավորվածություններ, չգիտեմ, համաձայնագրեր, հուշագրեր, ներդրումներ, գործակցություն եւ այլն, բայց այնուամենայնիվ աշխարհաքաղաքական բաղադրիչ չկա այս ամեն ինչում, հա։ Ես չեմ բացառում։ Չէ, ես նկատի ունեմ բացասական իմաստով, որտեղ անդադ նաև Իրանի գործոնն է առաջ բերվում, հա, եւ բնականաբար Վենսի այցից հետո, երբ որ մենք կունենանք նաև հայտարարությունների եւ պայմանավորվածությունների մասին արդեն ամբողջական տեղեկատվություն, ելի այդ խոսակցությունները շարունակելու են թեժանալ, հա, բա Իրանը, բա Ռուսաստանը, բա այլ երկրներ, այսինքն Ես դրա համար եւս մեկ անգամ հորդորում եմ, այն ինչ ասացի քիչ առաջ, ժամանակն է, որ մենք ունենանք այնքան հասունություն եւ այնքան սեփական շահի գիտակցում, որ հասկանանք, որ դրանք երկրորդական հարցեր են։ Հայաստանի Հանրապետության շահ գոյություն ունի եւ Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է իր իսկ շահով։ Ռիսկեր կարող են լինել, իհարկե կարող են լինել։ Ունի Հայաստանի Հանրապետությունը այնքան ներուժ, որ այդ ռիսկերը մոտեցնի մինիմալին, վստահեցնում եմ, որ այո, Հայաստանի Հանրապետությունը ունի այդքան ներուժ։ Հայաստանի Հանրապետությունը եթե որևէ ապոկալիպտիկ բան տեղի չունենա, որովհետև կան բաներ, որոնք օրինակ տարերային աղետ կամ ինչ որ այլ հատվածում լրջագույն պատերազմներ, որոնք Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս են։ Այն ինչ որ Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ է, ապա վստահեցնում եմ ձեզ, որ կառավարվում է ամենաբարձր մակարդակով բոլոր լավագույն մասնագետների ներգրավվածությամբ, զրո պոպուլիզմ ամենակարևորը, եւ հենց սա է այն բանաձևը, որով որ դու կարող ես այնքան հաջողությունների հասնել, որ 3 տասնամյակի մեջ ի վերջո ամենակարևոր պաշտոնյաներից մեկը ժամանի Հայաստան։ Իսկ օրինակ այս անգամ ինչ է տալու իշխանությունը Միացյալ Նահանգներին, որ Փաշինյանը Վենսի հետ նկարվի։ Խնդրում եմ ձեր հեգնական արտահայտությունը մի քիչ բացեք։ Դե օրինակ շատ են քննադատում։ Բացեք, որովհետև ես միշտ չի որ անդիմությանը հասկանում եմ։ Որ ոչինչ չի ստացել Հայաստանը, ամեն ինչ տվեց Սպիտակ տանը հայտնվելու եւ Թրամփի հետ լուսանկարվելու համար։ Ես կարծում եմ, որ 1 տարի հետո մենք այդ ամենի մասին կխոսենք եւ բնականաբար այդ փոքրիկ, հա, կսմթոցները, այդ ամեն տեսակի այդ
հիմար արտահայտություններն ու մտքերը, որոնք այսպես ողողած են ամբողջ համացանցը եւ նաեւ տաղավարային խոսակցություններում, չէ՞ որ այսօր բոլորը լրջագույն քաղաքական եւ տնտեսական վերլուծաբաններ են, այդ ամեն ինչը թողնենք մի կողմ, ես կարծում եմ, որ ոչ թե տարիներ հետո մենք կքննարկենք, հա, ինչպես 2020 թվականին էի միշտ ասում 5-10 տարի հետո մենք կքննարկենք։ Ես հիմա ասում եմ, որ դա շատ ավելի արագ տեղի կունենա եւ նաեւ ուզում եմ մեր հասարակությանը տեղեկացնել, որ թերևս չկա այնպիսի մի քաղաքական ուժ, որը ավելի շատ մտահոգված կլինի նույն գերիների վերադարձով եւ ավելի շատ այդ հարցերը արծարծած կլինի ու քննարկած կլինի տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ, որքան Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության իշխանություններն առաջին հերթին պարտավորություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ յուրաքանչյուր անկախ նրա քաղաքական տեսանկյունից, երկրորդը սա նաև պատվի հարց է եւ հետեւաբար եթե մեր ընդդիմությանը թվում է թե այդ հարցերը չեն քննարկվում, չնայած եթե չեն քննարկվում ինչպես է բարբերաբար հաջողություններ են ունենում մենք այդ ասպարեզում, եթե թվում է որ չեն քննարկվում եւ մնացել են բոլորը այդ նամակների հույսին, դա իրականությանը բնավ չի համապատասխանում։ Նամակները ասիկ հիմա օրինակ Բաղրամյան 26-ից դիմաց բողոքի ակցիային իրականացնում են դիմադիրները, որպեսզի Վենսին իրազեկեն քաղբանտարկյալների արկայության մասին, գերիների վերադարձի հետ կապված, ակնկալելով, որ Վենսը օրինակ ճնշում կգործադրի։ Ինձ խիստ մտահոգում է այդ քաղաքական ուժերի պարզունակությունը։ Երբ որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ապագայի ինքնիշխանության եւ անվտանգության կայունության մասին, երբ որ մենք դեռևս բազմաթիվ մտահոգիչ հարցեր ունենք, որոնք որ պիտի լուծվեն, եթե այդ քաղաքական ուժերը այնտեղ ակցիա անեին հայ-թուրքական սահմանի բացման համար, որը էլի քննարկվում է, այնպիսի հարցեր, որոնք քննարկվում են, բայց խիստ մտահոգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ դրանք ունեն Հայաստանի ապագայի համար լրջագույն իմաստ եւ կարեւորություն, այդ դեպքում ես կհասկանայի։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այսինքն, սա ինչ է նշանակում, որ յուրաքանչյուրս կարող ենք ցանկացած հանցագործություն անել, կաշառք վերցնել, կաշառք տալ, ահաբեկչություն կազմակերպել, հեղաշրջման փորձերի, հեղաշրջման կոչեր անել, ցանկացած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանցագործություն համարվող գործողություն մենք կարող ենք անել, բայց ընթացքում զբաղվենք քաղաքականությամբ եւ դա մեզ ազատում է այդ պարտականություններից եւ պատժամիջոցներից։ Սա է ուզում ասել մեր քաղաքական ուժերը։ Ամբողջ աշխարհը, ամբողջ երկրագնդի փորձագետները ֆիքսել են, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։ Այլապես Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության հետ չեր խորացնի այս աստիճան իր համագործակցությունը։ Եվ եթե ինչ-որ մեկին ինչ որն է, ԵԽԽՎ-ն շեղվել է իր իրական նպատակներից եւ ճանապարհից, այլի ձեր դիմադիրներից են մեջ բերում, եւ պարզ է, որ Եվրոպան ատամներով պահելու է ձեզ ընտրություններից առաջ, որ դուք վերարտադրվեք, որպեսզի կարողանա Ռուսաստանի հետ նաեւ իր հաշիվները ձեր միջոցով շարունակի լուծել։ Այսինքն դուք գործիք եք, ոչ թե քաղբանտարկյալ չկա, կա։ Հիմա ուղղակի քանի որ դուք գործիք եք, ձեզ կօգտագործան, հետո կասեն, որ քաղբանտարկյալ կա։ Ես չգիտեմ հիմա լուրջ պատասխանեմ ձեր հարցին, թե ոչ, որովհետև այս մտածելակերպով ա եղել միշտ, որ մենք ունեցել ենք այն ինչ որ ունեցել ենք, որ ունեցել ենք տոտալ շրջափակում, որ ունեցել ենք պատերազմներ, որ ունեցել ենք զոհեր բազմաթիվ, որ ունեցել ենք այն ամենը, ինչ որ մենք այսօր ունենք ու այն հոգեբանական վիճակ, այդ մտածելակերպի պատճառով է, որ երբ որ երիտասարդ պետություն ունեցող, բայց այսպես իրենց կարծիքով քաղաքագիտության ռահվիրանները, կարծիքներ են արտահայտում 100-ամյակից ավել գոյություն ունեցող կառույցների եւ աշխարհը փոխած կառույցների մասին եւ իրենց թվում է, որ մի այնպիսի ճշմարտություն են ասել, որ ամբողջ երկրագունդը պիտի ասի, օ այո, իրոք այս մոլորությամբ ենք մենք եկել հասել այս կետի եւ այդ կետից մենք ուզում ենք հանել մեր ժողովրդին անընդհատ ճշմարտությունը ասելով եւ մեր ժողովուրդն էլ քիչ-քիչ սկսում է ընդունել եւ ցանկացած մեկը Հայաստանի Հանրապետությունում ով չի ենթարկվում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին ուզում է լինի քաղաքական գործիչ, եկեղեցական ամենաբարձր այսպես եկեղեցու ներկայացուցիչ ով ուզում է լինի գլխավորը Հայաստանի Հանրապետությունն է եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որը մի կողմից կարգավորում է մեր բոլորի կյանքը, ինչպես նաեւ
այդ կարգավորված կյանքն էլ բերում է անվտանգության եւ մի շարք այլ հաջողությունների, բայց միևնույն ժամանակ դրա առջև պատասխանատու են բոլորը անկախ իրենց դիրքից։ Վենսին նաև իրազեկում են եկեղեցու դեմ հարձակումների մասին, դա էլ չկա։ Մենք բազմիցս նշել ենք եւ կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ եկեղեցու դեմ որևէ հարձակում չկա։ Կան եկեղեցում որոշ ֆիգուրներ, որոնք վաղուց խախտել են, հատել են բարոյականության եւ օրենքի սահմանները եւ նրանք պիտի հեռանան։ Եկեղեցու նկատմամբ որևէ խնդիր չկա։ Իսկ գուցե Վենսին այս այցի ընթացքում փորձեք համոզել, որ օրինակ TRIP նախագծում երաշխավոր է պետք։ Չկա այդպիսի մտավախություն։ Այսինքն էլի երաշխավորներ են պետք, ինչպես ընդդիմությունն է ասում, մեկից ավել երաշխավորներ, որ անպայման Ռուսաստանի ներկայությունը պիտի այստեղ լինի, որ մի հատ էլ Չինաստանի ներկայությունը անպայման պիտի լինի, որ Հայաստանին էլ ավելի մեծ կախվածությունների եւ ճնշումների մեջ պիտի գցեն, սա է ուզում մեր ընդդիմությունը, շատ լավ է, այսինքն ձևավորվում է աստիճանաբար նրանց քաղաքական օրակարգը։ Կարող ենք արձանագրել, որ ձևավորվում է նրանց քաղաքական օրակարգը։ Մերը լրիվ հակառակ բևեռում է, ամբողջությամբ տարբերվում է իրենց քաղաքական օրակարգից։ Իրենք ուզում են կախվածություններ, մենք ուզում ենք անկախություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կընտրի ընդամենը 3 ամիս հետո։ Եվ այդ ընտրության մասով, ասում են, երբ որ ռազմավարական փաստաթուղթ եք ստորագրում, Հայաստանը ստորագրում էր Միացյալ Նահանգների հետ, ասում են, Բայդենի վարչակազմը գնում է, թղթի կտորում է պետք, հա, այդ էր մտավախությունը։ Հետո ասում են, դուք նաև ասում եք, Միացյալ Նահանգներ, մենք ինստիտուտների հետ գործ ունենք, ոչ թե անձի եւ այլն։ Հիմա նույն բանը եկան ասացին էլի այս TRIP-ի մասով համաձայնություններին, Թրամփը կգնա այսա մի 3 տարի հետո, ինչ է լինելու, ոչ մի բան եւ այլն։ Հիմա հարց, երբ ասում ենք այս այն ամենի ինչ մասին դուք խոսում եք, հա, որ սրա կյանքի կոչման համար Հայաստանին անհրաժեշտ է առնվազն այնպիսի ուժ իշխանության ղեկին, նույն այդ ժողովրդավարական արժեքների ջատագով եւ այլն եւ այլն։ Բայց Հայաստանի դեպքում ինչու կա մտավախություն, եթե իշխանությունը փոխվեց, այս նախագծերը կարող են տապալվել։ Այսինքն ինչ է, ձեր հետ են Միացյալ Նահանգները պայմանագրեր կնքում, որ վաղը ձեզ իշխանական գծակներից զրկեցին, է դրանք հոդս են։ Շատ լավ հարց է սա ընդդիմության պատկերացումներն են։ Մեր պատկերացումները դա չեն, որովհետև քանի որ մեր նպատակը պարբերաբար վերընտրվելը կամ անընդհատ իշխանության մնալն է, չէ։ Մեր նպատակն է, տեսեք, մենք ինչու ենք շատ արագացնում այս գործընթացները, որովհետև կա արդյոք հավանականություն, որ մենք չենք լինի իշխանության։ Իհարկե կա նման հավանականություն, որևէ մեկը չի կարող բացառել։ Դա որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով, եւ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց մեր պատասխանատվությունն է, որ մենք այս ամբողջ հիմնական, հա, այդ անվտանգության բարձիկները դնենք, հիմքերը գցենք եւ դրանից հետո եթե խելամիտ իշխանություն կգա եւ կկարողանա դրա վրա ել ավելի խելացի շարունակել իր համագործակցությունը եւ այդ զարգացման ամբողջ ծրագիրը, ապա ամեն ինչ կլինի շատ լավ։ Էլի այս հարցում մենք փորձում ենք ինստիտուտները ամրապնդել եւ կայացնել։ Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտները չեն աշխատել, միշտ աշխատել է անհատ, ընդհուպ մինչև օրս։ Այսինքն անհատով է պայմանավորված ամեն ինչ։ Եվ մեր ժողովրդի գիտակցության մեջ էլ դա կա, չէ՞, որ հիշում եք 18 թվականից 19 հատկապես 20-ից հետո որ ասում էին Նիկոլ Փաշինյան լավ բանակցող չէ, այս ինչ մեկը ավելի լավ էր բանակցում եւ այլն, անձի հետ են կապում ամեն ինչ։ Դա հերուն գնացող իրավիճակ չէ, որովհետև այդ լավ անձը կարող է մի օր չլինել, նրան կարող է փոխարինել վատ անձ եւ ամեն ինչ կարող է ջուրը ընկնել եւ հետեւաբար պետք է կայացնել ինստիտուտները, ինչով որ մենք զբաղվում ենք այսօր, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ նման երկրներում, հզոր երկրներում, որոնք այսօր կարողանում են իրավիճակներ փոխել, հա, այսպես փորձենք, հա, ձևակերպել, ինստիտուտներն են աշխատում, ոչ թե անհատները։ Այսինքն հիմա տարբերություն չկա, եթե Ռոբերտ Քոչյանը գա իշխանության, որը դեմ է արտահայտվում TRIP-ին, մեկը դա լինելու է։ Ես այս պահին դեռևս չեմ կարող վստահորեն ասել, որ մեր բոլոր ինստիտուտները կայացած են, առավել եւս քաղաքական ինստիտուտները։ Եվ ձեր բերած օրինակը շատ վտանգավոր է այն իմաստով, որովհետեւ այստեղ էլ մենք խոսում ենք անձերի վերաբերմունքի մասին որևէ իրավիճակի, այլ ոչ թե էլի
Հայաստանի Հանրապետությունը ինչպես է տեսնում իր ապագան, այսինքն Ռոբերտ Քոչարյանը համակրում է Վլադիմիր Պուտինին, ուրեմն պետք է այս ամենը չեղարկել եւ գնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները իրականություն դարձնելու գծով։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց մենք փորձում ենք կայացնել ինստիտուտները եւ կարծում եմ, որ բոլոր դեպքերում նույնիսկ անկախ մեզանից առաջիկա 10 տարվա ընթացքում ինստիտուտները բոլոր կկայանան, այդ թվում եւ քաղաքական ինստիտուտները։ Շնորհակալություն, ես հավելեմ, որ մամուլը շատ ակտիվ հետևում է J.D. Vance-ի այցին, շատ մանրամասնությամբ, քանի փողոց է փակվում, ինչպես է փակվում, քանի մեքենա է սպասարկում, քանի ոստիկան կա փողոցում եւ այլն, իդեպ Vance-ը արդեն ժամանել է Հայաստան եւ ընդհանուր մինչեւ հյուրասիրության մենյուներից մանրամասն գրվում է ամեն ինչ, շատ լավ է, որ խոշորացույցի տակ են իհարկե պահում այս ամեն ինչը, մենք էլ կշարունակենք հետևել, արդեն հուսամ եմ հաջորդ զրույցների ժամանակ շատ առարկայական զրույց կունենանք, թե երբ, ինչպես, որքան եք իրականացնելու Միացյալ Նահանգների հետ։ Եվ ես շատ մեծ հույսեր ունեմ, որ նաև հնարավորության դեպքում մեր լրագրողները նույն J.D. Vance-ին հարցեր ուղղելուց կառաջնորդվեն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե հարևան երկրների շահերով։ Սա շատ կարևոր է, սա մի բան է, որ մինչև օրս մենք չենք ունեցել, եւ ես շատ մեծ հույսեր եւ փափագներ ունեմ, որ մենք այս փուլն էլ կհաղթահարենք եւ այսօր հրաշալի հնարավորություն է դրա համար ստեղծվում։ Իհարկե բոլորի մասին չէ խոսքը, այո, բայց դե լավատեսությունը ես չեմ կիս։ Ցավում եմ, բայց լավ կլինի, շնորհակալ եմ։ Զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Մնացեք առաջինի հետ, կվերադառնանք։